Բարլուս Հայաստան, Բարլուս իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ ձեզ հետ խոսամ մի 3 թեմայի շուրջ, որը իմ կարծիքով շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ինչ է կատարվում եւ ինչպիսին պետք է լինի մարդը դրա մասին վերջում։ Իսկ հիմա սկսեմ երևի թե նրանից մեր ռուս-հայկական հարաբերությունների մասին, առևտրի մասին, եկեք տեսնենք ինչ են անում ռուսները։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Товарооборот между Россией и Арменией резко сокращается, заявил вице-премьер РФ Алексей Аверчук. По его словам, если в 2024 году он достигал около 12 миллиардов долларов, в 2025 году снизился до 8 миллиардов долларов, то в этом году упал еще примерно на 2/3. Аверчук отметил, что Россия предупреждала Ереван о таком развитии событий, и, по его мнению, спад продолжится. Սիրելի բարեկամներ, ինչ կարող եմ ասել։ Տեսակ ինքներդ, լսեցիք ինքներդ եւ ձեզ կարող եմ ասել, որ տվյալ իշխանությունները հիմա ոչ մի դեպքում չասեն, քննադատում է իշխանությանը, բա դու ինչ կանեիր, ես ինչ կանեի, ժողովուրդ ջան, բայց հիմա այս մարտիկ, այս հակառուսական քարոզությունով բերել են նրան, որ մեր վիճակը վատանում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացու վիճակը վատանում է։ Իշկանները նրանք անվանեն սահմանափակումներ, սրանք սահմանափակումներ չեն, սրանք սանկցիաներ են եւ օրական մի բան ավելցնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Իրենց տեղը լինեմ ես եք ավելացնեմ, քանի որ եթե դու ինձ չես ընդունում, դու ինձ չես սիրում, դու աշխարհի վերջի բառերը քո քաղաքական գործիչները ասում են իմ ժողովրդի հասեին, իմ հասեին, բնական է ես էլ լինեմ, ես եք անեմ։ Հիմա չեմ ուզում նրանց արդարացնեմ, ամեն դեպքում Նիկոլի եւ քպականների համար պետք է պատժել մի ազգ, որը որ մեծամասնությունը իրոք կողմնակից են բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ մեկ անգամ եւս ուզում եմ շեշտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա հայ ազգը չի, իսկ Վլադիմիր Պուտինը դա ռուս ազգը չի։ Հիմա, սիրելի բարեկամներ, մեր գյուղացիները, ովքեր որ ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին, ես ձեզ շնորհավորում եմ, սիրելի իմ բարեկամներ, ձեր Նիկոլի վարած քաղաքականությունն է։ Իսկ սրան կարող եմ ավելացնել մի բան, երեք կարծեմ Վլադիմիր Պուտինը ստորագրեց ուկազ, որտեղ որ ավելի խստացնում է միգրանտների ներկայությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում է այն վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիներին տուգանքից բացի սպառնում են նաև արտաքսում Ռուսաստանից։ Նոր օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածների թիվը, որոնց դեպքում կարող է կիրառվել արտաքսում, ավելացել է 22-ից մինչև 45։ Օրենքը բարձրացնում է նաև միգրացիոն օրենսդրության խախտումների համար նախատեսված տուգանքները։ Ինչպես գիտենք, մեր քաղաքացիներից շատերը մեկնում են Ռուսաստանի Դաշնություն աշխատելու համար, այնտեղ տարբեր ոլորտներում մի քանի կոպեկ վաստակում են տուն են պահում։ Հիմա դա էլ մեծ խնդիր է դառնում։ Ինչ ասեմ, համբերությունով լցվենք եւ տեսնենք ինչ է լինելու։ Ես չեմ ուզում լինել վատատես, բայց ես գիտեմ մի բան, որ Նիկոլ Փաշինյանը եւ այս կառավարությունը եւ սուտի ընդդիմությունը տանում են Հայաստանի ճանապարհը դեպի կործանում, Հայաստանի Հանրապետությունը դեպի կործանում եւ այս ճանապարհը բոլորը տանում են դեպի դժոխք։ Ինչ անենք, չգիտեմ։ Անողը ժողովուրդն է, ժողովուրդն էլ լռում է։ Հիմա սիրելի բարեկամներ, մենք որ խոսում ենք այդ պարտկերից եւ այլն, հիմա տեսեք ինչա կատարվում։ 30 տարի, համարյա 28 տարվա մեջ նախկինները Նիկոլի ասած վերցրել էին 8 միլիարդ, մոտ 8 միլիարդ դոլար արտաքին պարտք, որը որ կերել էին, լափել էին, թալել էին, պրծել էին, Նիկոլը դետի դրոշակ սարքելով եկավ իշխանության, խափելով ժողովրդին, կեղծ իրեն հեղափոխությունով։ Դնենք կողքի, հիմա սրանք վերցրել են 8 տարվա մեջ, դրանք վերցրել են 28 տարվա մեջ 8 միլիարդ, սրանք 8 տարվա մեջ վերցրել են մոտ 9 միլիարդ։ Ինչ են արել 2 մետր քանդվող ասֆալտ, մի քանի հատ մանկապարտեզ, որը որ էլի քանդվում է, անգամ այդ պահարաններ, մահանալները, Նիկոլին գոնե չեն պատրաստում, հենց Նիկոլը գնում դռները բացվում, դռները թափում վրեքները, մեկ է դբրոց։ Ինչով որ նա նորից մեկ անգամ եւս խափեց ազգին, բայց հարցը դա չի։
այդ իրանց վերցրած պարտքերը, մյուսները։ Եթե դու պարտքով ապրող ես, ուրեմն քո յուրաքանչյուր կոպեկ պետքա լինի հաշված։ Հիմա սրանք վեգալեցին իրենց այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մի թոմ կաշառք չտվող կառավարություն եւ իշխանությունները վերցրեցին այդ կեղծ թեզը մցրեցին ապահովագրությունը ժողովրդին այդ բժշկական եւ այլն, որ հիմա գցել են ոտերին այդ բյուջետում այդ փողը չկա եւ այդ 10000 դրամները, որ Նիկոլի սկզբանե ասում էր ինչ եք անելու, հետո հանեց տվեց թոշակառուների մի թոմ, բայց ամեն ինչը թանկացավ ոչ թե 10000 դրամով, այլ քառապատիկ անգամ, ոչինչ, էդ էլ է, որ ասում է, էդ էլ կարելի է ինչ որտեղ մարսել, բայց որ մարդիկ անիմաստ գումարներ են, առելի գումարներ են ուզում ծախսեն նրա վրա, որը որ իմաստ բացարձակ չունի, բայց ես քիչ հետո կասեմ, որ իրանց համար դա իմաստ ունի։ Հիմա տեսնենք 3 նախարարության վերանվանում է արել կառավարությունը Նիկոլ Փաշինյան։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ 3 նախարարություն կանվանափոխվի, ինչպես են կոչվելու գերատեսչությունները։ Կառավարությունը այսօր օգոստոսի 6-ին չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց որոշման նախագիծ, ըստ որի 3 նախարարություններ այսուհետ այլաղնուն կունենան։ Մեդիահաբը ուսումնասիրել է որոշման նախագիծը, որում նշված է, թե որ նախարարությունը ինչ անուն է ունենալու։ Ըստ առաջարկվող փոփոխությունների արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն։ Հիմա տեսակ, սիրելի բարեկամներ, ես ձեզ վստահեցնում եմ, սիրելի մեր բարեկամներ, այդ վերանվանումները առելի գումարներ են ծախսվելու։ Հիմա ինչ են անելու, նորից պարտքը վերցնելու են 80%-ը, 90%-ը, իրանց 10%-ը գցելու են դրանց վրա, սպիսատանեն, ջրեն, հելի էթա։ Գլուխները քարը, այն որ ասում էր տատս, ինչ անում է անեն, բայց ինձ ամենը շատը գիտեք ինչն է հետաքրքրում, ինձ հետաքրքրում է արտգործնախարարության վերանվանում, այսինքն արտաքին գործերի եւ առևտրի նախարարություն է կոչվում։ Տեսակ։ Ես մտածում եմ, թե առևտուրը արտգործնախարարության հետ ինչ կապ ունի, ասենք արտգործնախարարության մեջ կան բաժիններ, կան վարչություններ, ովքեր այդ հարաբերությունը զբաղվում, նախարարություն ինչի է վերանվանում։ Բայց եկա այն եզրակացությանը, որ այս մարդիկ Հայաստանը վաճառում են միջազգային հարթակներում։ Եվ այդ դրա գլող գործոցներից մեկը Արարատ Միրզոյանն է։ Եթե Արարատ Միրզոյանը վաղը ինչ որ մի փաստաթուղթ ստորագրեց այդ առևտրական պահով, այսինքն Տիգրանաշենը քիչ հետո կանրադառնամ Տիգրանաշենը, որ վաճառվում է փաստաթղթով, պիտի մի բան սարքեն սրանք թղթերով, հենցնեն չի լինում տալ։ Ու ասում են, բա դու ինչ գործ ունես ստորագրելու, դու արտգործ նախարար ես, եթե առևտուրա բան, հիմա կացում են դրան, որ ինքը լիարժեք հնարավորություններ ունենա ինչը որ վաճառվում է, ինչին որ ավելի շատ ցանկացողներ կան, որ ձեռք բերեն Հայաստանից, այս մարդը կարողանա ստորագրի։ Միգուցե ֆանտաստիկայի ժանրից է, բայց լոգիկա կա ասածից մեջ։ Հիմա, սիրելի բարեկամներ, ինչը վերաբերում է Տիգրանաշենին, Վելիկա Արմենիայի Արսենը լրագրող, Վելիկա Արմենիա կա կանալ, յութուբյան, տիկտոկյան եւ ֆեյսբուքյան, Արսենը բոլորը երևի ճանաչում եք, մեր հիանալի գյումրեցի հայ տղեն, երեք գնացել էր Տիգրանաշեն, նկարեց, ամեն ինչ պարզից պարզ բացատրեց, ովքեր ուզում են ավելի մանրակրկիտ ուսումնասիրեն, մտեք իրեն էջը Վելիկայա Արմենիա ու կտեսնեք ինչ է եղել։ Ուրեմն ինչներ հետաքրքիր, ես ցավոք սրտի չեմ եղել Տիգրանաշենում, բայց պլանավորում եմ մոտակա ժամանակները այցելություն անեմ եւ այնտեղից կլինի ռեպորտաժ, որը ես մանրակրկիտ ձեզ ցույց կտամ, կբացատրեմ, խոսամ Տիգրանաշենի մեր հայրենակիցների հետ, բայց Արսենը ինչա ցույց տալի, ցույց է տալի Տիգրանաշենը մի հատ հիանալի բնություն։ Եվ այդ գյուղից մինչև Մայրուղի, Երևան Մեղրի, ընդամենը 150 մետր է։ Հիմա հարցը ինքն էլ հնչեցրեց, ես էլ եմ հնչեցնում, Նիկոլ Փաշինյան, Մայրուղին հետնես հանձնելու, թե մենակ գյուղը։ Իսկ եթե մենակ գյուղն ես հանձնելու, այդ մարդիկ պետքա, մարդիկ այդ անասուններին է վերաբերվում, էլի, այդ անասուններին։ Իրանք մի տեղով պիտի այդ հանգան, թե չէ, քան որ դա կապ չունի, սահման չունի Ադրբեջանի հետ։ Հիմա այդ գյուղացիները, այդ ով որ ոչ բարով չեն գալու, չենք թողնելու նախ,
Իսկ եթե ենթադրենք ֆանտաստիկայի ժանրից եկան, դրանք ու ինչ են անելու։ Կամ ասենք մեր քաղաքացիները այդ մայրուղիով շարժվելուց պետքա լինեն ադրբեջանցիների պրիցելի տակ, հա։ Մի հատ պարզություն մտցրեք, որ ազգը իմանա, Նիկոլ Փաշինյան։ Հետո ինչն էր ամենահետաքրքիր այդ ռեպորտաժի մեջ, ուրեմն երբ որ նկարում է Արսենը, կանգնում է մի մեր քաղաքացի տղամարդ, հերվից գալով փչացել է մեքենա, չի փչացել, եղբայրին չով օգնեմ, բայց արի մի տես, որ այս մարդը ուզում է իմանալ, թե էս ով է նկարող։ Եվ երբ որ տեսնում է, որ հայ է, ադրբեջանցի չի, բան, դստում են, խոսում են, իհարկե դեմքը չի նկարել Արսենը, դե իրավունք է չկա նկարելու, մարդուն առանց զգուշացնելու, ամել սա պատրաստված սցենարի չի եղել, բայց խոսակցությունը կա ռեպորտաժի մեջ, մարդը ասում է, որ իմացա թուրքերն են բան նկարում, եւ գիտեք ինչ, Արսենն էլ շեշտեց, ես էլ եմ շեշտում, քանի կան նման քաղաքացիներ, Հայաստանից Հանրապետությունը պետք է ապրի երկար եւ երջանիկ։ Եվ անկախ Նիկոլ, անկախ թուրքերից, անկախ ադրբեջանցիներից, անկախ Ռուսաստանից, անկախ Եվրոպայից եւ անկախ Ամերիկայից, անկախ Նիկոլ, անկախ պետություն Հայաստանից Հանրապետությունը։ Հիմա վերջի թեման, ինչի մասին որ ուզում եի խոսայի, սիրելի բարեկամներ։ Ինչպես գիտեն, կյանքը դժվար է, կյանքը դաժան է եւ շատ կանայք դիմում են հեշտ ճանապարհին, միգուցե հեշտ կողքից է թվում հեշտ, բայց հոգեպես երևի թե շատ դժվար է, քանի որ մարդ հետը զբաղվում է մարմնավաճառությամբ։ Եթե կինը զբաղվում է մարմնավաճառությամբ եւ դա ինչ որ տեղ կարելի է հասկանալ, չնայած վատ արարք է, բայց բաժանված կին է, երեխա է, պահում հնարավորություն չունի եւ այլն, ապա ես չեմ կարող հասկանամ ոչ թե մարմնավաճառ, այլ հոգեվաճառ պոռնիկ քաղաքական գործիչներին։ Չեմ կարող հասկանալ ուղղակի։ Խոսքս Տարոն Չախոյանի մասին է։ Սիրելի բարեկամներ, եկեք տեսնենք ինչ է ասե Տարոն Չախոյանը մինչև նիկոլական դառնալը եւ ինչ է ասե նիկոլական դառնալուց հետո։ Մաս Ինչ վերաբերում է քարտեզին, երբ որ փորձում եք մեկնաբանել, թե երեք ձեր խմբակցությանը այն քարտեզը, որը փորձ էր արվում փոխանցել, դա մեր քարոզչական հնարքն էր, ամենևին Հայաստանի Հանրապետության քարտեզը չի կարող լինել որևէ կուսակցության սեփականությունը, դա Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Ճիշտ է, շատ պերճախոս եք, բայց նորթի նկարն եք փակցրել։ Այս ամեն ինչը ձեր հետ նույն արժեհամակարգը նաև կիսում է Կտրիչ Ներսիսյանը։ Հիմա հասկանանք ով է Գյորգ Մամիշը։ Լրություն, հարգելի գործընկերներ, պարոն Չախոյան, ներողություն, հարգելի գործընկերներ, մի րոպե, լրություն, լսեք մի հատ։ Հարգելի գործընկերներ, լրություն։ Ասեմ, հնչեցնում եք հարցեր, որոնց պատասխանները ես ինքս անձամբ չունեմ ու հավատացեք ինձ էլ անձամբ շատ հետաքրքիր, որովհետև որպես այդպեսին Հակոբյան Աննան, որ ոչ մի կարգավիճակ չունի, անգամ առաջին տիկնոջ կարգավիճակ չունի, ու ինչ իրավունքով է հայտնվել հրամանատարական կետում, ոնց որ դուք եք նշում հույժ գաղտնի քարտեզների դիմաց, այդ հարցը ինձ էլ է շատ հետաքրքրում որպես այդպեսին մենակ է չի, բազմաթիվ հարցեր կան։ Կան նաև այլ հարցեր, ասենք 2016-ի ապրիլյանից հետո մենք հետևություններ պետք է քաղենք ապրիլյան պատերազմից քառորյա ու մեր ձեռք բերվող սպառազինությունները պետք է արդեն հասկանանք ինչ ենք ձեռք բերում ու ինչի դեմ ենք պայքարելու։ Պարզ է, չէ՞ որ ԱԹՍ-ներով են հետո էլի աշխատելու, որտեղ 16-ին արդեն ԱԹՍ-ներով մեծ վնասներ հասցրեցին մեզ։ Ու այդ սպառազինությունների ցանկը 2016-ի ապրիլյանից հետո եղել է ուրիշ, այն սպառազինությունները, որոնք պետք է ձեռք բերենք, հետո 2018-ին նորից էլի փոխվել է այդ ցանկը, ես ինչքան հասկացա։ Դրանք հարցեր են, որ ինձ էլ է հետաքրքիր։ Ես էլ եմ ուզում դրանց պատասխաններ ստանամ։ Նույն Սու-30-ները ձեռքաբերվել, բայց մարտական գլխիկներ չկա այդ Սու-30-ների վրա։ Այդ ժամանակ, այդ դեպքում ինչի համար է ձեռքբերվել այդ Սու-30-ները։
Հասկանում եք, կան հարցեր, որ ինձ էլ է շատ հետաքրքիր։ Ու եթե օրինակի համար չգնանք այս ճանապարհով, գնանք այն ճանապարհով, այսինքն սպառազինությունների փոփոխություն չլիներ, որոնք պետքա ձեռք բերվեին հետագայում, ինչ արդյունք կլներ։ Հնարավոր է նույնիսկ պատերազմ հաղթենք։ Ես չգիտեմ, չունեմ այդ հարցերի պատասխանը։ Ինձ էլ է շատ հետաքրքիր, որ վերջին մի քանի օրը երևի դուք էլ կարող նկատած լինեք, նույն Facebook-յան էջումս գրառումներ եմ անում, ժողովուրդ հետաքննություն արեք։ Մի հատ պարզաբան եք, էսի չէ կատարվում։ Ինչի համար եք առ այդ ինքնաթիռները։ Զրահաբաշխումների պակաս ինչի համար ունենք։ Տեսադիտարկման սարքերի պակաս կար մեր մոտ։ Ու լիքը նման հարցեր։ Եթե մենք սպասում ենք, գիտենք, որ պատերազմ է լինելու, խի մենք նորմալ, ինչի համար մենք նորմալ չենք նախապատրաստվել այդ պատերազմին։ Դրանք հարցեր են, որ բոլորին են հետաքրքրում, ինձ թվում է։ Ու սենց ասեմ ձեզ, չգիտեմ, կարող միգուցե ձեր մոտ բան է ստեղծվել, տպավորություն է ստեղծվել, թե իշխանության թև եմ կամ հետները իշխանություն եմ կիսում այս կոմենքով, հոգավլիցի չկա նման բան, ոչ իրանց կուսակցությունից եմ, ոչ իրանց հետ իշխանություն եմ երբևէ կիսել, ոչ էլ պատրաստվում եմ կիսել, ուստի ինձ համար առաջին ամենակարևոր բանը պետությունը, ազգը, ժողովուրդը, երկիրը, հայրենիքը, ու այդ հարցերի պատասխանները ինքս եմ ուզում ստանամ։ Այս ոնց է սենց բաներ ստացվում, Հակոբյան Աննան հրամանատարական կետում ոնց է հայտնվել, ինչ կարգավիճակով, դուք էլ եք լավ ասում, գաղտնիության որ աստիճանով ինքը կարողանար այդ տվյալներին տիրապետել, դրանք հարցեր են, որ ինձ անձամբ ինձ շատ հետաքրքիր է, ու եթե անգամ որից է կարգավիճակ չունի այդ մարդը, չգիտեմ, դա արդեն աբսուրդի ժանրից է։ Բայց մեկը ես չեմ պատկերացնում հրամանատարական կետը բարդակ, որտեղ կարող հայտնվի յուրաքանչյուր ոք ու ծանոթանա պատերազմական իրավիճակում ռազմական գաղտնիքներին։ Ես համենայն դեպս պետության գործելավ ոճը, նամանավանդ պատերազմական իրավիճակում հրամանատարական կետում այդ կարգավիճակը առնվազն ինձ բարդակ է հիշեցնում, ուրիշ ոչ մի բան։ Նենց որ այդ հարցերի պատասխանները ես էլ եմ ուզում ստանամ, ինձ էլ է շատ հետաքրքիր։ Ու նորից եմ կրկնում, ինձ համար առաջնահերթ են երկիրը, ժողովուրդը, պետությունը, Արցախը, հայրենիքը, ինձ համար անձերը լրիվ երկրորդական արժեք ունեն, անձերը այսօր կան, վաղը չկան գնալու, այն երկիրը, պետությունն ու ժողովուրդն է մնալու։ Ինձ էլ են շատ հետաքրքիր այդ բոլոր այդ հարցերի պատասխանները, ու եթե կան մարդիկ, ովքեր ի պաշտոն է պատասխանատու են այդ ամեն ինչի համար ու պարզադառնում, որ իրավախախտում է տեղի ունեցել, ուրեմն այդ մարդիկ բնականաբար օրենքով նախատեսված իրանց պատիժը պետք է անպայման ստանան։ Ու չեմ էլ ուզում արդեն խոսամ այն մասին, թե ինչ կլիներ, եթե այս ձևով չանենք, այն ձևով անենք, միգուցե մենք ընդհանրապես հաղթենք ու ընդհանրապես տարածք չկորցնենք։ Կամ ինչի համար պատերազմը շուտ չի կանգնեցվել։ Հասկանում եք, սրանք հարցեր են, որ ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվում։ Ու ես էլ ինքս անձամբ չունեմ այդ հարցերի պատասխանները, ինձ էլ է շատ հետաքրքիր։ Չգիտեմ, ես արդեն սկսել եմ մի քանի օր հարցեր բարձրացնել նույն Facebook-յան էջի գրառումներում, որ ես էլ եմ ակնկալում եմ գործողություններ, որոնք պետքա պարզաբանեն հանրության համար առաջին հայացքից տարօրինակ թվացող գործողությունների տրամաբանությունը։ Ես էլ եմ ուզում հասկանամ ու հաստատ համոզված եմ, մենակ ես չէ, որ ուզում եմ հասկանամ։ Շատ-շատերն են ուզում հասկանան, թե ինչ է կատարվել, ոնց կատարվեց, բա ինչի համար այդպես կատարվեց։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեզ դեռ տարիներով, ասենց ասած, քրքրելու է, որպեսզի բոլոր Տեսակ ինքներդ, առաջինը այդ քարտեզը, որ ժխտում է, որ իրենք քարոզության ժամանակ դա օգտագործել են, պետական սիմվոլ, չնայած կրճոնը, քարտեզը սա է։ Ենի կրճիկ է մի հատ, որը որ թողել են եւ ուզում են թողել դրանի մի մասը։ Իսկ երկրորդ մասը, այն ինչ որ ես ձեզ ներկայացրել եմ, այդ կապիկ շոուի ժամանակ Նարեկ Կարապետյան ու ինքը որ լեզվակռվի են արել հորդ-մորդ բան։ Բայց ամենագլխավորը գիտեք որն է, որ մինչև նիկոլական դառնալը սա խոսում է ազգից, ասում է ամենա կարևոր իրեն կյանքում Արցախն է, հայ զինվորն է, այնտեղ կա Աննա Հակոբյանը ինչ գործ ունի խրամատներում, դուք տեսեք, այս քաղաքական պոռնիկը ինչի վրա է դիվիդենդներ հավաքել եւ ստեղծել իրեն քաղաքական կարիերան։
Այսպես պորնիկներն են սիրելի հայրենակիցներ, որ այսօր հասրել են մեր ժողովրդին այսօրվան, ասես պորնիկ անբարոյական քաղաքական գործիչներն են այսօր սպանե հավատքը մեր ժողովրդի մեջ։ Սա է սրանց երեսը։ Պաշտոն, լափաման, սեփական շահեր, ոչ մի ժողովուրդ, ոչ մի հայազգ, ոչ մի Հայաստանի Հանրապետություն, ոչ մի Մասիսլեր, ոչ մի Սևանալիճ, ոչ հող, ոչ ջուր, սրանք չունեն սրբություն։ Սենց մարդիկ, սենց քաղաքական գործիչները։ Հասկանում ես, այս ինչ են անում, երեխեքի անունը, դուք հələ փորձեք ինչ-որ մեկը, մյուս անգամ մեր տղաների, մեր նահատակների, մեր քույրերի, մեր երեխեքի անունը տակ։ Այս տղեկից ամեն մեկը ընկավ մահով խենթքաջի։ Այս տղեկի արյունը մենակ թուրքի վրա չի։ Այս տղերքը գել, հարյուծներ, դեռ երիտասարդ, դեռ ջահել։ Ոչ միայն հող, ոչ միայն դիրք, այլ մեր պատիվն են պահել։ Այն պատիվը, որ այսօրով առան գցին ոտնատակ, ուրանալով մեր անձնուրած սուրբ քաջերին նահատակ։ Որովհետև աթոռ տեսան ամեն կարգի փինաչի, այս տղերքի արունը մենակ թուրքի վրա չի։ Դուք այդ վաղ կտեսնեք իսկականի մերեսը եւ գայլի սոված աշկերը, ոնց եմ ես ձեզ սկսելու ոչինչ ասեմ քաղաքականապես։ Սրիկաներ։ Когда-то меня, вот этот коммунист, на всем постсоветском пространстве. А в чем я был неправ? Вот прошло время, и мы видим, что мы оказались правы. И спасибо президенту России, который уже публично начинает говорить: молодцы белорусы. Они ничего не разрушили. Они сохранили, в отличие от нас, россиян, богатой страны. Я это очень ценю. Для меня это хорошая оценка. Поэтому коммунист, не коммунист, нравится кому-то, не нравится, это дело десятое. Вот я Дмитрию Николаевичу сказал: ты подумай, побыл в Китае, насколько модель китайцев управления страной, хотя это огромная страна, насколько она нам подходит. А сам вчера ночью и сегодня думаю, ну а что китайцы сделали? Они не развалили нашу советскую модель, а развивали.
սևալիքներ ճեղքելով քաչ սելացավ ծովի խորքեր սևալիքներ ճեղքելով սևալիքներ ճեղքելով Ժողովուրդ ջան, այսօր այս կանը կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայազգս, կեցե հայոց առաքելական եկեղեցին, կեցե հայկական սփյուռքը, կեցե ջավախքը հայությունս, կեցե Արցախը հայությունս, հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, Տարոն Չախոյան, հայկական Արցախը, քթներիցդ բերելու ենք այդ ամեն ձեր կերած քաքերը, հազար ներողություն ժողովուրդ ջան։ Լավ եղեք, մեր ավակ քուրեր եւ եղբայրներ, մեր տարեց մարդիկ, պինդ եղեք, առողջ եղեք։ Դուք մեզ դեռ շատ պետք եք։ Այսօր այս կանը, սիրելի բարեկամներ, հույսով եմ կհանդիպենք։ Խաղ երկինք բոլորիս, Աստված բոլորիս պահապան, ցտեսություն։